Հայաստանը Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդում, նոր հարթակ, թե նոր ռիսկեր։ Միջազգային քաղաքական օրակարգում վերջին շրջանում հայտնված խաղաղության խորհուրդը սկզբում ներկայացվում էր որպես նեղ ուղղվածություն ունեցող նախաձեռնություն։ Դրա առաջնային նպատակը Ղազայի հետպատերազմյան վերականգնման գործընթացի համակարգումն ու վերահսկումն էր։ Սակայն նախաձեռնությունը շուտով ստացավ այլ, ավելի լայն քաղաքական նշանակություն։ Երբ դրա հիմնական քաղաքական հովանավոր Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կառույցը պետք է զբաղվի ոչ միայն Մերձավոր Արևելքի մեկ կոնկրետ խնդրով, այլ ընդհանրապես միջազգային հակամարտությունների կարգավորմամբ, ձևաչափը փաստացի դուրս եկավ իր նախնական սահմաններից։ Այդ պահից այն այլևս պարզապես վերականգնման մեխանիզմ չէր, այլ հավակնում էր դառնալ գլոբալ քաղաքական գործընթացների նոր կենտրոն։ Մասնագիտական շրջանակներում այս զարգացումը մեկնաբանվում է որպես փորձ ստեղծելու հարթակ, որը կգործի միավորված ազգերի կազմակերպություն շրջանակներից դուրս։ Թրամփը տարիներ շարունակ քննադատել է ՄԱԿ-ի կառուցվածքն ու արդյունավետությունը, պնդելով, որ այն հաճախ չի սպասարկում ԱՄՆ շահերը։ Խաղաղության խորհրդի ընդլայնումը շատերի գնահատմամբ այդ դիրքորոշման գործնական շարունակությունն է։ Այս պայմաններում Հայաստանի ներգրավվածությունը ստեղծում է երկակի պատկեր։ Մի կողմից ոչ ֆորմալ ձևաչափերը փոքր պետությունների համար երբեմն հնարավորություն են դառնում արագ կապեր հաստատելու, տեղեկատվական հոսքերին մոտ գտնվելու եւ սեփական օրակարգային հարցերը ներկայացնելու։ Նման հարթակներում որոշումներ կարող են քննարկվել ավելի արագ եւ առանց ծանր բյուրոկրատական ընթացակարգերի։ Մյուս կողմից, հենց այդ ոչ ֆորմալ բնույթն է առաջացնում լուրջ մտահոգություններ։ Խորհուրդը չունի հստակ իրավական հիմք, պատասխանատվության մեխանիզմներ կամ որոշումների կայացման թափանցիկ կանոնակարգ։ Գլոբալ հակամարտությունների լուծում ձևակերպումը հնչում է ազդեցիկ, բայց իր բովանդակությամբ չափազանց լայն է եւ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Սա նշանակում է, որ մասնակից երկրները կարող են ներգրավվել գործընթացներում, որոնց հետևանքները կանխատեսելի չեն եւ միշտ չէ, որ համընկնում են ազգային շահերի հետ։ Բացի այդ, նման նախաձեռնություններում փոքր պետությունները հաճախ հանդես են գալիս ոչ թե որպես որոշում կայացնող դերակատարներ, այլ որպես գործընթացին քաղաքական լայն աջակցություն ապահովող ֆոն։ Այս առումով հիշարժան էր Դավոսի հարթակում տեղի ունեցած դրվագը, երբ Թրամփը երկկողմամ հանդիպում անցկացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ընդհանուր ձևաչափին, առանց առանձին շփման։ Այդ դրվագը շատերի կողմից ընկալվեց որպես քաղաքական կշիռի տարբերության ցուցիչ։ Հատկանշական է նաև, որ նախաձեռնությանը միացել են մի շարք երկրներ, այդ թվում Արգենտինան, Հունգարիան եւ Բահրայնը, մինչդեռ որոշ եվրոպական պետություններ, օրինակ Ֆրանսիան, հրաժարվել են մասնակցության, ընդգծելով ՄԱԿ-ի դերի պահպանման կարևորությունը։ Արդյունքում Հայաստանի մասնակցությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի որպես լրացուցիչ դիվանագիտական գործիք, այլ ոչ թե որպես միջազգային իրավական համակարգին հակադրվող ընտրություն։ Առանց հստակ սահմանված առաջնահերթությունների եւ կարմիր գծերի, նման հարթակները փոքր պետությունների համար կարող են վերածվել ոչ թե հնարավորության, այլ նոր անորոշությունների աղբյուրի։ Դավոսի ելույթը դիվանագիտական ժեստ, թե քաղաքական ուղերձ։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը դժվար է ընկալել որպես պարզապես արարողակարգային խոսք։ Նրա մի քանի անգամ հնչեցրած շնորհակալությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև ներողամտության ակնկալը, դուրս էին սովորական դիվանագիտական լեզվի սահմաններից եւ ստացան քաղաքական ենթատեքստ։ Խնդիրը շնորհակալության փաստը չէ, այլ դրա քաղաքական միջավայրը։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմքում դեռևս առկա են ուժի կիրառման հետևանքները, ռազմական ճնշման հիշողությունը եւ անվտանգության շարունակական սպառնալիքները, նման ձևակերպումները ընկալվում են ոչ թե որպես հաշտեցման նշան, այլ որպես անհավասար պայմաններում ձևավորված հարաբերության խոսքային արտահայտություն։ Այդ պարագայում հրապարակային երախտագիտությունը կարող է դիտարկվել ոչ թե խաղաղության առաջ մղում, այլ ստեղծված իրավիճակի ընդունում, առանց դրա պատճառների հստակ սահմանազատման։ Ելույթում օգտագործված քաղաքական կամք արտահայտությունը ևս հակասական արձագանք առաջացրեց։ Քաղաքական կամքը ենթադրում է հավասարության եւ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն,
Սակայն երբ գործընթացը ձևավորվում է ուժային ճնշումների եւ պարտադրված լուծումների պայմաններում, կամքի մասին խոսելը կարող է ընկալվել որպես իրականության մեղմացում։ Զիջումները, որոնք արվում են սպառնալիքների ֆոնին, դժվար է ներկայացնել որպես փոխադարձ նախաձեռնության արդյունք։ Դավոսի հարթակում հնչած խոսքը շատերի մոտ առաջացրեց պատմական ասոցիացիաներ, այն ժամանակների հետ, երբ խորհրդային հանրապետությունների ղեկավարները ցուցադրաբար ընդգծում էին իրենց հավատարմությունը կենտրոնական իշխանությանը, այն ներկայացնելով որպես եղբայրական համագործակցություն։ Այսօր բնականաբար համատեքստը տարբեր է, սակայն քննադատների կարծիքով ձևավորվում է նոր կախվածության հոգեբանություն, որտեղ ուժեղ կողմի դիրքը ենթագիտակցորեն ընդունվում է որպես անփոփոխ իրողություն։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային հավասարակշռությունը վերջին տարիներին փոխվել է։ Հայաստանը հայտնվել է նոր ստատուս քվոյի պայմաններում եւ փորձում է հարմարվել իրողություններին, նվազեցնելով ռիսկերը եւ խուսափելով նոր էսկալացիայից։ Այդ տրամաբանության մեջ իշխանությունը կարող է ընտրել մեղմ բառապաշար լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Խաչատուրյանի ելույթը դժվար է դիտարկել որպես առանձին դրվագ։ Այն համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական գծի հետ, որտեղ շեշտադրվում է իրական մոտեցումը եւ փոխզիջումների անհրաժեշտությունը։ Սակայն ընդդիմախոսների գնահատմամբ այդ մոտեցումը երբեմն վտանգում է պետական սուբյեկտականության ընկալումը, ստեղծելով տպավորություն, թե պարտադրված իրավիճակը ներկայացվում է որպես գիտակցված ռազմավարություն։ Ամփոփելով, Դավոսում հնչած խոսքը պարզապես դիվանագիտական ժեստ չէր, այն վեր հանեց ավելի խորքային հարց. ինչպես է Հայաստանը պատկերացնում իր դերը բանակցային գործընթացում եւ ինչ լեզվով է ձևակերպում իր հարաբերությունները այն երկրի հետ, որի հետ ունի չլուծված եւ ցավալի հակամարտություն։ Երբ պաշտոնական բառապաշարը փոխվում է, դա ազդում է ոչ միայն արտաքին քաղաքականության ընկալման, այլև պետական ինքնագիտակցության վրա։